Փառք Աստծո Слава սիրելիներ։ Богу, возлюбленные, Փառք Աստծո, որ այսօր մենք կանք Աստծո տան մեջ, что мы сегодня есть в Доме Божьем. ու փառք Աստծո քեզ համար, И слава Богу за тебя, որ дու սիրտ ունես Աստծուն պաշտելու։ что у тебя есть сердце поклоняться Богу. Եվ գիտեմ, որ այսօր էլ Աստված իր օրհնությունը պատրաստել է մեզ համար։ И знаю, что Бог и сегодня свое благословение приготовил для нас. Ամեն։ Այսօր ուզում եմ խոսել սիրելիներս, Сегодня хочу говорить, որ մեր կյանքի մեջ շատ կարևոր է, որ ամեն բան իր տեղում լինի։ что в нашей жизни очень важно, чтобы все было на своих местах. Կարևոր բաները չշփոթենք ոչ կարևոր բաների հետ։ Чтобы важное мы не путали с неважным. Որովհետև որքան գնում է, այդքան մարդկության հնարավորությունները շատանում են։ Потому что чем дальше, тем больше возможностей у людей. Եվ այնքան հեշտ է գնալ ոչ կարևոր բաների հետևից։ И проще идти за вещами, которые являются неважными. Եվ կյանքը ուղղակի վատնել սխալ բաների վրա։ И жизнь просто напрасно потратить. Դրա համար այսօր ուզում եմ խոսել, որ չշփոթես տեղերով։ Сегодня хочу говорить о том, чтобы мы не путали местами. Не перепутай местами, да։ Օրինակ, գիտես, երբ որ մարդիկ ամուսնանում են, Когда люди женятся, մինչև ամուսնանալը լավ իրար ծառայում են, до свадьбы они хорошо служат друг другу, հետո ինչ-որ բան փոխվում է, потом что-то меняется. արդեն սկսում են պահանջել։ Потом начинают уже требовать. Չպետք է փոխվի տեղերով։ Не должно это меняться Պետք է местами. շարունակեն ծառայել իրար ոչ թե պահանջել իրարից։ Нужно продолжать служить друг другу, а не требовать. Ամեն։ Կամ լինում է, որ մարդիկ նպատակներ են դնում, Или бывает у людей цели, եւ մարդկանց համար նպատակները ավելի կարեւոր է դառնում, քան բարոյական արժեքները պահելու։ и для людей достижение этих целей становится важнее, нежели нравственные какие-то ценности. Որտեղ մարդիկ ուզում են իրենց նպատակներին հասնել Потому что люди хотят достичь своих целей եւ պատրաստ են բոլոր բարոյական արժեքները կորցնելու դրա համար։ и готовы потерять все нравственное. Այդ չեմ ասում, որ մարդիկ ընկերություն են անում, И даже не говоря о том, что люди дружат, շահը ավելի մեծ տեղ է սկսում գրավել, քան ընկերներ լինելը։ и выгода, она занимает больше места, нежели дружба. Որտեղ ընկերներ լինելը ավելի կարեւոր է, քան շահը։ Потому что быть друзьями важнее, нежели выгода. Առավել եւս ես նկատել եմ, որ այսօրվա դարում շատերը ընկերություն են անում շահի պատճառով։ И тем более я замечаю, что в нынешнее время люди, они больше из-за выгоды начинают дружить. Մենք պետք է չշփոթենք տեղերով։ Мы не должны путать местами. Այն ինչ որ մարդկային պետք է մնա, То, что человеческое, должно оставаться человеческим, այն ինչ որ անմարդկային է պետք է չլինի մեր кյանքի մեջ։ а то, что нечеловеческое, оно не должно быть в нашей жизни. Բայց գիտեք, ամենամեծ շփոթմունքը մարդու կյանքի մեջ նա է լինում։ Но бывает, когда что-то путается в жизни Երբ որ человека, մարդը կյանք է ման գալիս, когда человек ищет жизнь, ու ամբողջ կյանքը վազում է այդ կյանք վայելելու հետևից, и он всю жизнь бежит за тем, чтобы наслаждаться этой жизнью, բայց կյանքի աղբյուրին մի կողմ է դնում, но источника жизни оставляет в стороне, որը մեր Աստվածն է։ которым является наш Бог. Դա ամենամեծ շփոթմունքն է։ Это самая большая проблема. Եվ նրանք էլ ովքեր մտածում են, որ կյանք են վայելում առանց Աստծո, А те, которые думают, что без Бога живут жизнью, наслаждаются, իրանք խափված են они իրականում։ обмануты на самом деле. Կամ էլ իրենք իրենց են խափում, որ Или они վայելում сами են, себя обманывают, որ այդպես էլ են վայելում։ что и так они Տեսել наслаждаются. եք մարդ, որ այնպես է խոսում, որ իբր թե իրեն Աստված ընդհանրապես պետք չի։ Видели людей, которые так говорят, как будто в принципе им Бог не нужен? Ցավոք սրտի շատ մարդիկ կան К այդպես։ сожалению, таких людей много. Կարծես իրանք ասում են, ինձ Աստված պետք չի, ես այսպես էլ նորմալ ապրում եմ։ Казалось бы, они говорят, мне не нужен Бог, я и так хорошо живу. Բայց դա սուտ է, Но это ложь, որովհետև կյանքի աղբյուրը Աստված է։ потому что источник жизни это Бог. Եվ նրանք ասում են, հա գիտեն, որ Աստված կա, И они говорят, я знаю, что Бог есть, բայց շփոթել են տեղերով։ но они перепутали местами. Աստված չգիտեն որ տեղում է իրանց кյանքում։ Я не знаю, Бог на котором месте у них в жизни. Այսօր ուզում եմ խոսել դրա մասին, И сегодня я хочу говорить об этом, որ մենք չշփոթենք տեղերով։ чтобы мы не перепутали местами. Երբ որ ես ու դու որոշել ենք Աստծո հետևից Когда мы с գնալ, тобой решили следовать за Богом, Աստծուն հավատալով ապրել, жить, веруя в Бога, բայց որոշ բաներում но в некоторых вещах կարևոր բաները պետք է դնենք կարևոր տեղում։ важные вещи мы должны поставить на важном Եվ месте. հավատքի կյանքում էլ կարևորենք այն ինչ որ կարևոր է։ И в жизни веры мы должны придать важность тому, что важно. Որովհետև եթե տեղերը թարս է դրվում, Потому что если это переставить, ուրիշ արդյունք է լինում։ другой результат. Եվ թվում է թե Աստծո խոսքը չի И կատարվում։ казалось бы, Слово Божие не исполняется. Աստծո խոսքը ճշմարտություն է։ Слово Божье истина. Բայց մենք պետք է ճիշտ տեղերում դնենք ամեն բան։ Но мы должны поставить все на правильное место. Օրինակ տեսեք Մատթեոս 16-րդ գլխում։ Например, Матфея 16 глава.
24-25 խոսքերը կկարդամ։ 24-15 стихи. Այն ժամանակ Հիսուսը իր աշակերտներին ասեց. Եթե մեկը կամենում է իմ ետևից գալ, թող իր անձն ուրանա եւ իր խաչն առնե եւ իմ ետևից գա։ 24-25. Тогда Иисус сказал ученикам своим: если кто хочет идти за мною, отвергни себя и возьми крест свой и следуй за мною. Որովհետև ով որ իր անձը ուզե ապրեցնել, կկորցնի նրան, ով որ իր անձը կորցնե ինձ համար, կգտնի նրան։ Ибо кто хочет душу свою сберечь, тот потеряет ее, а кто потеряет душу свою ради меня, тот обретет ее. Շատերը ուզում են իրենց անձը պահել Многие хотят сохранить свою душу եւ դրանով գնալ Հիսուսի հետևից։ и тем самым идти за Иисусом. Որովհետև Հիսուսի հետևից կարծես որոշել են գնալ, Казалось бы, они решили следовать за Иисусом, բայց հին բնավորությունից չեն ուզում ազատվել։ но они не хотят отречься от ветхого характера Կամ հին մտածելակերպը պահում են։ или хранят ветхое мышление, Շարունակում են իրենց եսի վրա կանգնել։ продолжают стоять на своем «я». Սերնես Հիսուսը ասեց. Иисус сказал: возлюбленные, Չշփոթենք, որ սկզբից մեր անձը պետք է մենք ուրանանք։ мы не должны перепутать, чтобы сначала сберечь свою душу. Մեր հին բնավորությունը պետք է ուրանանք։ Сначала мы должны оставить свой ветхий Մեր характер. մեղքերը պետք է թողնենք։ Мы должны оставить свои грехи. Մեր հին մտածելակերպը պետք է Ветхое թողնենք։ мышление должны оставить. Նոր հետո նրա հետևից И կգնանք։ только после мы пойдем за ним. Այդ ժամանակ Тогда մենք մեր անձերը կշահենք։ мы найдем свои души, не потеряем свои Մեր души. թարգմանությունը ասում է մենք կյանք կշահենք։ В другом переводе написано, что мы приобретем жизнь. Որովհետև Հիսուսը գիտեք ինչ նկատի ունի Что սիրելիներս։ имел в виду Иисус? Որ ասում է դուք եկել եք ինձ մոտ, ուզում եք կյանք։ Говорит, Иисус говорит: вы пришли ко мне, хотите иметь жизнь. Հիշում եք Հիսուսը ասեց ես եմ կյանքը։ Иисус, помните, сказал: я есть жизнь. Ո՞վ է հավատում որ Հիսուսն է Кто կյանքը։ верит, что Иисус есть Բայց жизнь? Հիսուսն ասում է այդ կյանքը չի լինի, եթե քո անձը չուրանաս։ Иисус говорит: ну не будет этой жизни, если ты не отречешься себя. Չշփոթես տեղերով։ Не перепутай местами. Որովհետև մարդիկ շփոթում են իրենց անձը ուզում են պահեն, բայց ուզում են կյանք ունենան։ Потому что люди путают, они хотят и сохранить и себя, и иметь жизнь. Հնարավոր չի։ Это Մենք невозможно. պետք է կոտրվենք Աստծո առջև։ Мы должны смириться пред Մեր Богом. անձը խոնարհեցնենք Աստծո Мы առջև։ должны себя смирить пред Богом, Սակրուշից։ сокрушиться. Եվ այդ ժամանակ կյանք ունենալ։ И тогда мы будем иметь жизнь. Իսկ անձդ կշահես։ И говорит, ты тогда приобретешь душу свою. Գիտեք սերնես ոչ երանի են մարդկանց ովքեր իրենց անձ ուզում են պահեն։ Неблаженны те люди, которые хотят сохранить сами свою душу. Ես եմ։ Я это я. Սերնես ոչ մեկս է առանց Հիսուսի ոչ մի բան ենք։ Все мы Մի без բան Иисуса ничего из себя не представляем. Առանց Հիսուսի ոչ մեկն է իրենից ոչ մի բան չի կարող ներկայացնել։ Без Иисуса никто не может из себя что-либо представлять, Որովհետև ինքն է кյանքը։ потому что Он есть жизнь. Առանց իրա ոչինչ չենք կարող անել։ Без Него мы ничего не можем. Եվ առավել եւս, երբ որ մենք որոշել ենք իր հետևից գնալ, И тем более, если мы решили следовать за Ним, մենք պետք է ուրանանք մեր անձերը։ мы должны отречься своей души. Լինում է որ մարդիկ ասում են, ես եկա Աստծոն, И бывает, люди говорят: я пришел к Богу, շարունակվում է իմ դժվարությունները, продолжаются мои իմ трудности, տրտմությունները, моя печаль. բայց շատ ժամանակ Հիսուսն ասում է՝ մի շփոթի տեղերով, սկզբից անձդ ուրացիր։ Но очень часто Иисус говорит: не путайте местами. Сначала отвергни свою душу. Այդ ժամանակ կյանք ունենաս։ Тогда ты приобретешь жизнь. Կճաշակես իսկական կյանքը։ Ты вкусишь настоящую Ու жизнь. երանելի ենք մենք И սիրելիներ։ блаженны мы, Երբ որ возлюбленные, ուրացել ենք մեր անձերը когда мы отвергли себя եւ կյանք ենք գտել Հիսուսի и մեջ։ нашли жизнь в Иисусе. Ամեն։ Ամեն։ Փառք Աստծո։ Слава Богу. Այս կյանքում սիրելիներս մենք շատ կարիքներ ունենք։ В этой жизни у нас множество нужд. Շատ հարցերի պատասխաններ ենք ուզում։ Мы хотим ответы на многие Եվ вопросы. մի օր մենք լսեցինք Աստծո մասին, И однажды мы услышали о Боге, եւ մեզ ասեցին, որ Աստված и պատասխաններ нам ունի։ сказали: Бог отвечает. Ով այդպես գիտի, Кто знает так? որ Աստված Что պատասխաններ Бог ունի։ отвечает. Աստված կարիքներ է հոգում։ Бог, Он заботится о нуждах. Աստված հարցեր է լուծում։ Бог решает вопросы. Աստված բժշկում է։ Бог исцеляет. Բայց ես մենք գալիս ենք Աստծո մոտ, Но мы приходим к Богу. եւ Հիսուսը մի անգամ խոսքեր ասեց, Иисус однажды сказал որ слова. նորից уզում են ասի, չշփոթեք տեղերով։ И Он хотел снова сказать, что не перепутай местами. Նայեք Մատթեոս 6:33-ն ինչ է ասում։ Матфея 6:33. Սակայն սկզբից Աստծո արքայությունը եւ նրա արդարությունը խնդրեցեք եւ այդ ամենը կտրվի ձեզ։ Ищите же прежде Царство Божие и правды Его,
и это все приложится вам. Գիտեք շփոթելը որն է։ Знаете, что означает Երբ որ մարդ перепутать? ասում է, Աստված այս հարցերս լուծի, ես կսկսեմ իր համար անել։ Когда кто-то говорит, когда Бог решит мои вопросы, я начну для Него делать. Հիսուսն ասում է, չէ, դու սկսի ինձ համար անել եւ կտեսնես հարցերդ կլուծվի։ Иисус говорит, нет, ты начни делать для меня, и ты увидишь, как вопросы будут решаться. Ես մարդիկ եմ տեսել, Я видел людей, որոնք ասում են, которые говорят, այս հարցերս որ չլուծվի, չեմ կարող գալ եկեղեցի։ если эти вопросы не решатся, я не смогу прийти в Կամ церковь. ծառայել Աստծուն, Или служить Богу. կամ Աստծո համար ապրել։ Или жить для Бога. Պետք է այս հարցերս լուծված լինի։ Эти вопросы должны быть решены. Հիսուսն ասում է, մի շփոթի տեղերով։ Иисус говорит, не перепутай Դու местами. սկզբից Աստծո արքայությունը պետք է փնտրես Ты сначала должен искать Царство Божье եւ նրա արդարությունը и Его правды. եւ այդ ժամանակ И тогда մնացած բաները կտրվի։ все остальное приложится вам. Ով է հասկանում ինչ եմ ասում։ Кто понимает, о чем я говорю? Շփոթենք տեղերով Не սիրելիներ։ перепутайте местами Որովհետեւ возлюбленные. երբ որ շփոթում ենք տեղերով, Потому что когда мы путаем местами, մեր սպասելիքները Աստծոց չի իրականանում։ наши ожидания, они не от Бога реализуются. Եվ մենք մտածում ենք, որ Աստծո խոսքը չի կատարվում։ И мы тогда думаем, что Слово Божие не исполняется. Բայց մենք պետք է ամեն բան ճիշտ տեղում Но мы դնենք должны все поставить на правильное եւ место. Աստծո խոսքը И կկատարվի։ тогда Слово Божье исполнится. Ամեն։ Аминь. Աստծո խոսքը կկատարվի։ Слово մեր Божье կյանքի մեջ։ исполнится в моей Գիտես жизни. լինում է որ Աստված սպասում է որ մենք ճիշտ տեղում դնենք ամեն բան։ Бывает, что Бог желает, чтобы мы все поставили в правильное место. Որ մենք փնտրենք նրա արքայությունը Чтобы мы սկզբից искали прежде Его Царство եւ նրա արդարությունը։ и Его правды. Դա գիտես ինչ է նշանակում։ Знаете, что это означает? Որ մենք այս երկրի վրա ման գանք որպես իր արդարներ, Что здесь мы на земле должны ходить как Его праведники, Աստծո արդարներ, как Божьи праведники. նրանով արդարացվածներ։ Мы должны быть оправданы им. Ես ու դու սովորական մարդ չենք սիրելիս։ Мы с тобой не простые люди. Ես ու դու Աստծո արդարներն ենք։ Мы с тобой праведники Եթե Божьи. Հիսուսն է մեր Տերը, Если Иисус наш Господь, Հիսուսն է մեր արդարությունը։ и Он наша Եվ праведность. երբ որ դու որպես արդար ես վարվում, И когда ты действуешь как դու праведник, ճիշտ տեղում ես դնում ամեն բան։ ты все ставишь на правильные места. Գիտեք, չի կարող մարդը մեղքը սիրել Не может человек любить грех եւ ասել, դե թող Աստված իմ հարցերը լուծի։ и говорить, ну пусть Бог решит мои Ես вопросы. հավատում եմ Աստված իր ողորմությունով հարցեր կլուծի։ Я верю, что Бог по милости своей решит вопрос. Բայց եթե մենք ուզում ենք իրապես Աստծո խոսքը կատարվի մեր Но կյանքի если мы մեջ, хотим, чтобы действительно Слово Божие մենք исполнилось պետք в է нашей փնտրենք жизни, նրա արդարությունը, мы должны искать Его правды, որ արդար լինենք նրա առջև։ чтобы быть праведными перед Ним Ամեն։ Ամեն եւ նրա արքայությունը փնտրենք։ и искать Его Царство. Ինձ մի ամերիկացի մարդ պատմեց, Один американец мне рассказал, նա հովիվ էր, он был пастором, հովիվ ավելի ճիշտ։ он пастор. Եվ նա ասում է, И он говорит, ես շատ մեծ բիզնեսմեն էի։ я был большим бизнесменом. Եվ ասում է գործերը շատ լավ էր։ И говорит, у меня все было хорошо с Ասում է, делами. որովհետեւ երբ որ ես ապաշխարեցի, Говорит, потому что я когда եւ покаялся, ասեցի Տեր Աստված, թող բիզնեսը զարգանա։ я сказал, Господи, пусть мой бизнес, он процветает. Ես քեզ կծառայեմ։ Я буду Тебе служить. Ասում է բիզնեսը շատ ուժեղ սկսեց բարձրանալ։ И он говорит, мой бизнес начал сильно возрастать. Ասում է ես շատ բարգավաճող բիզնեսմեն եմ Он եղել։ говорит, я был очень процветающим бизнесменом. Ասում եմ իսկ հիմա, Говорит, а я сейчас? ասում է այդ ընթացքում Он говорит, в это время Աստված իմ հետ խոսում էր։ Бог со мной говорил. Ու ասում էր, որ դու ինձ ծառայելու ես։ И говорил, что ты будешь мне служить. Եվ ասում է ես նրան չէի лысում։ Я его не служил. Ասում է ես գիտեի, որ Աստված է ինձ ասում, Он говорит, я знаю, что это Бог говорил. որ արի ինձ ծառայի։ Иди и служи мне. Եվ հետո նա պատմում է։ И он потом рассказывает. Եվ ասում է բիզնեսը սկսեց քանդվել։ Он говорит, мой бизнес начал рушиться. Եվ ասում է մի օր, И в один день, երբ որ արդեն ես 0 էի, когда я был на нуле, Աստված ինձ հետ խոսեց ասում։ Бог со мной проговорил. Եվ ասեց պետք է գնաս Թայլանդ։ И сказал, ты должен поехать в Таиланд. Ես եւ այնտեղ եկեղեցի սկսես։ И там начать церковь. Եվ գիտես, երբ որ նա պատմում էր, И когда он рассказывал, ես մտածում եմ, ասում Տեր Աստված, я думаю, Господи, միթե դու ուզում ես բիզնեսը քանդես, որ մարդ սկսի ծառայել քեզ։ разве ты хочешь разрушить бизнес, чтобы человек начал тебе Ես քեզ служить? այդպեսին չեմ ճանաչում։ Я тебя такого не знаю. Բայց գիտես, երբ որ նա պատմեց, Но когда он рассказал, որ քանի անգամներ Աստված նրան ասել է, сколько раз Бог ему говорил, այդ ընթացքում նրա բիզնեսը в բարգավաճում это էր։ время его бизнес, он процветал. Եվ նա ճիշտ բաները ճիշտ տեղում չէր դրել։ И он не поставил правильные вещи на правильное место. Աստված ստիպված է եղել նրան բերի ճիշտ տեղում կանգնած։ Бог был вынужден его поставить на Որովհետև правильное Աստծո место. նպատակը չի, Потому что не цель որ Бога, մեզանից ինչ որ բան վերցնի, որպեսզի մենք սկսենք իրան ծառայել նոր։ чтобы у нас что-то собирать, чтобы мы начали ему служить. Աստված ուզում է, որ մենք ամեն ինչ ճիշտ տեղում դնենք։ Бог хочет, чтобы мы все поставили на Եթե свое նա место. մեզ օրհնել է, Если Он нас եթե նա благословил, մեզ հնարավորություններ если Он ա дал տվել, нам возможность, այդ ամենը նրա համար է, это все для того, որ չշփոթենք տեղերով, чтобы
чтобы мы не перепутали местами. Աստծո արքայությունը դնենք մի կողմ, Царство Божие поставили в одну իսկ մեր сторону, նպատակները առաջի տեղում։ а наши цели на первое место. Ոչ, Աստծո խոսքն ասում է, Нет, Слово Божье говорит, սկզբում в начале, прежде, Աստծո արքայությունը փնտրեք ищите Царство Божье եւ նրա и արդարությունը Его правды. եւ խոստանում է, И Он обещает, մնացածը կտրվի ձեզ։ все остальное приложится Ուրիշ вам. թարգմանության մեջ ասում է ավել ցուկով կտրվի ձեզ։ В другом переводе написано, что с избытком дастся вам. Հալելույա, փառք Աստծո։ Ես հավատում եմ Աստծուն։ Я верю Богу. Ում բայց Աստծուն հավատում եմ։ Кому-кому, но Богу я верю. Չէ, փորձում եմ մարդկանց էլ հավատալ։ Нет, я стараюсь и людям верить. Բայց երանել ենք, երբ որ Աստծուն հավատում ենք Но блаженны կատարյալ мы, когда в Богу Ամեն, верим. ինքը եթե ասել է, Если Он сказал, ինքը անում է։ Он делает. Գիտեք ինչու համար եմ սա ասում։ Знаете, почему я говорю? Երբեմն մարդիկ այնպես են խոսում, Иногда люди так говорят, որ իբր թե Աստված ասել է, բայց չի անում։ что как будто Бог сказал, но не делает. Դրա համար առայժմ իմ առաջի տեղում կդնեմ իմ գործերով զբաղվելը, Поэтому пока я поставлю свои дела на первое իմ место, հարցերը լուծելը։ решение моих Աստված вопросов, ասում է, արի Бог զբաղվի говорит, իմ արքայությունով։ приди, займись моим царством. Ինչի մեջ էլ որ կաս։ В том, в чем ты есть. Դժվարության մեջ ես, В трудностях ты թե օրհնության մեջ или в ես։ благословении. Ինչ տարբերություն։ Какая разница? Ճիշտ բանը ճիշտ տեղում դիր։ Правильное место поставь на правильное место. Ամեն։ Երանել են այն մարդիկ, Блаженны те люди, որ եւ дժվարության մեջ են ծառայում которые и Աստծուն, в трудностях служат, եւ իրենց նեղության մեջ են ծառայում и Աստծուն, когда им тяжело, они служат, եւ ծառայում են Աստծուն, երբ որ գերբնական օրհնված են։ и служат Богу, когда они сверхъестественным образом Եվ благословляют. Աստծո նպատակն И է цель Бога, ոչ թե մենք չքավորության մեջ ծառայենք իրան, чтобы мы в нищете служили Ему, այլ նաեւ օրհնության մեջ ծառայենք но նրան։ также, чтобы и в благословении служили Ему. Որովհետեւ երբ որ ինքը մեզ օրհնում է, Потому что когда Он благословляет, ինքը մեզ ասում է, Он говорит нам, չշփոթես տեղերով, не перепутай местами, չփոխես տեղերը։ не меняй местами. Թող ես առաջինը լինեմ քո կյանքում։ Пусть я буду первым в твоей жизни. Իմ արքայությունը քեզ համար թող առաջինը լինի։ Пусть мое царство будет первым для тебя. Ամեն։ Եվ մենք հավատում ենք Աստծուն։ И мы верим Богу. Փառք Աստծուն։ Слава Богу. Տեսեք Մարկոս 10-ում ինչ է գրված։ Евангелие от Марка, 10 Մարկոս глава. 10:28։ 10 глава, 28 стих. Աշակերտները գնացել էին Հիսուսի հետևից։ Ученики пошли за Иисусом. Ամեն իրենց կարևոր բաները թողել էին։ Каждый оставил что-то важное для себя. Դուք չեք մտածել սիրելիներս, որ նայում ես ավետարանին։ Вы не думали, когда смотрели на Евангелие? Գնում էին Հիսուսի հետևից։ Они шли за Иисусом. Կարծես ոչ ընտանիք ունեին, Казалось бы, не было ни семьи, ոչ աշխատանք ни ունեին, работы, ոչ մի զբաղմունք չունեին, никаких занятий. Այդ բան ու գործ չունեին։ Что им делать было нечего. Գնում էին Հիսուսի Они հետևից։ просто шли за Иисусом. Բայց երբ էին իրենց հարցերը А լուծում։ когда они решали свои вопросы? Ու գիտես, այդպես էլ կար։ Так и было. Իրենք ոչ մի բանով չէին զբաղվում։ Они ничем не Դուք занимались. ասես ինչ, հիմա ես չզբաղվեմ ոչ մի Ты բանով։ скажешь, что мне сейчас ничем не Այդ ես заниматься. չասեցի, այդ կարողա դու մտածեցիր։ И это я не говорю, это может быть вы так Բայց подумали. ուզում եմ ասեմ, որ տեսնենք Но я սիրելիներս։ хочу сказать, чтобы вы увидели. Երբ որ Պետրոսը խոսում է, Когда Петр говорит, տեսնում ես, որ նրանք իրոք ամեն ինչ թողել էին։ ты видишь, что они реально все оставили. Որովհետև Պետրոսը ասում է, Потому что Петр говорит. ելով պետք է ասել, Պետրոսն էր, չէ՞ Кто միշտերի должен был համարցակը։ говорить? Всегда был смелый Միշտերի Петр. པարս խոսացողը Պետրոսն էր։ Всегда ясно говорил Петр. Բոլորի տեղը ասում էր։ Он говорил за всех. Եվ Պետրոսը սկսեց նրան ասել. «Ահա մենք ամեն բան թողեցինք եւ քո ետևից եկանք»։ И начал Петр говорить ему, вот, мы оставили все и последовали за тобою. Գիտես, ես մտածում եմ, եթե ես Պետրոսի տեղը լինեի, Я думаю, если бы я был бы на месте Петра, Երևակայի նույն բանը կասեի։ наверное, бы то же самое сказал. Կարողա դու չասեիր, չգիտեմ։ Может быть, ты бы не сказал. Բայց ես Երևակայի կասեի, Я бы, наверное, сказал. որովհետեւ կուզենայի լսեի Հիսուսին։ Потому что я хотел бы услышать Բայց Иисуса. սրանից հետո ինչ ա լինել։ А что будет после? Եթե ես ամեն բան թողել եմ, Если я все оставил, քեզ դրել եմ առաջի տեղում, тебя поставил на первое ինչ ա место, լինելու։ что будет? Հիսուսն էլ պատասխանեց եւ ասեց. Ճշմարիտ ասում եմ ձեզ, ոչ ոք չկա, որ թողեց տուն կամ եղբայրներ, կամ քույրեր, կամ հայր, կամ մայր, կամ կին, կամ որդիկ, կամ արտեր ինձ համար կամ ավետարանի համար, Иисус сказал в ответ, истинно говорю вам, нет никого, кто оставил бы дом или братьев, или сестер, или отца, или мать, или жену, или детей, или земли ради меня и Евангелия, որ հարյուրապատիկ հիմա այս ժամանակում չառնե տներ, եղբայրներ, քույրեր, մայրեր, որդիկ, արտեր հալածանքի հետ եւ գալու աշխարհումը հավիտենական կյանքը։ и не получил бы ныне во время это среди гонений во 100 крат более домов, и братьев, и сестер, и отцов, и матерей, и детей, и земель, о веке грядущем жизнь вечную. Ինչ էր ասում Հիսուսը։ Что говорил Иисус? Ասում էր ոչ մի կորուս չի լինի,
Иисус говорил, не будет никаких потерь, Եթե ինձ дնեք առաջի տեղում, если вы меня поставите на первое իմ место. հետևից գաք Будете следовать за եւ мной ավետարանի համար գաք։ и будете исследовать ради Ոչ մի Евангелия. կորուստ չի լինի։ Не будет никаких потерь. Ինչ էլ թողնեք, Все, что вы оставите, հարյուրապատիկն եք вы ստանալու։ во 100 крат получите. Եվ վերջում է հավիտենական կյանքը։ А в конце еще жизнь вечную. Հիմա չգիտեմ որ մեկն է дրանցից բոնուսը, Я не знаю, что является бонусом, բայց գիտեմ որ հավիտենական կյանքը ամենակարևորն է։ но я знаю, что жизнь вечная – это самое важное. Բայց Հիսուսը Но Иисус, ասում է այս կյանքում էլ հարյուրապատիկը կստանաս։ что и в этой жизни вы получите во 100 крат. Լսում եք սիրելիներս, Слышите, դա возлюбленные? ես չեմ ասում։ Это не я Դա говорю. Հիսուսն է Это ասում։ Иисус говорит. Գիտեք զարմանալու է, որ Удивительно, ասում է քույրեր, եղբայրներ, կին, հայր, մայր թողնես։ удивительно, когда говорит, что братьев, сестер, жену, мать, отца, детей Ասում է оставить. հարյուրապատիկը И կստանաս։ потом говорит, во 100 крат больше получите. Չնայած նկատեք, որ չի ասում հարյուրապատիկ կին կստանաս։ Заметьте, что не говорит во 100 крат больше жен. Փառք Աստծո, Слава Богу. որ հարյուրապատիկ կին չես ստանա։ Что ты во 100 крат не получишь больше жен. Բայց իրականում երբ որ նայում եմ, Но в действительности, когда նայում ես смотришь, աշակերտների կյանքին, ты видишь жизнь учеников տեսնում ես ասում ես որտեղ հարյուրապատիկը ստացան и իրանք։ думаешь, где они получили во 100 крат. Եվ հասկանում ես մի բան, И понимаешь одно. ամենալավ բաները քեզ համար, Самое важное, главное для тебя. ամենաթանկ մարդկանց քեզ Самые համար, ценные люди для тебя. ամենաթանկ ինչ որ դու ունես քո կյանքի Самое մեջ, ценное то, что ты имеешь в своей жизни. Հիսուսն ուզում էր ասի, Иисус хотел сказать, եթե դու տեղերով չշփոթես, если ты местами не որ перепутаешь, ինձ դնես առաջի տեղում, когда ты меня поставишь на первое այդ место, ժամանակ тогда այն ինչ որ քեզ համար կարևոր է, то, что для тебя важно, քո ընտանիքն է, твоя семья, քո կինն է, твоя жена, քո հայրն է, քո մայրն է, мать, отец, քո արտերն է, твои земли, քո բիզնեսն է, Քո բիզնես, ու այդ ամենը հարյուրապատիկ ես ты ստանալու։ все это получишь во 100 крат. Վայելելու ես հարյուրապատիկ։ Будешь наслаждаться во 100 крат. Ամեն։ Ամեն։ Սա է իրականությունը։ Это и սիրելիներս։ есть реальность, возлюбленные. Գիտես հարյուրապատիկ մայրեր նրանք չստացան, Они не получили во 100 крат больше матерей, բայց մոր քաղցրությունը հարյուրապատիկ հաստատ վայելեցին։ но ту благость, которую от матери, они точно во 100 крат больше насладились этим. Այսօր սիրելիներս շատ մարդ կա իհարկե իր ընտանիքով է զբաղված։ Сегодня, конечно, многие люди заняты своей семьей. Դա շատ քաղցր բան է։ Это очень, Դա շատ կարևոր բան это է։ очень важно, благо. Բայց չշփոթենք տեղերով, Не будем путать местами, որ Հիսուսը գնա երկրորդ պլան։ чтобы Иисус пошел на второй план. Հիսուսը պետք է միշտ առաջինը Иисус լինի։ всегда должен быть первым Ընտանիքից էլ առաջինը։ и первее семьи. Աստծո արքայությունը Царство պետք է Божье ամեն ինչից առաջ լինի մեր должно быть կյանքում։ прежде всего. Ամեն։ Հիսուսը հենց դա էր ասում Иисус именно սիրելիներս։ это говорил Նայում возлюбленным. ասում է հարյուրապատիկ արտեր կստանաք։ Он говорит, во 100 крат больше земель получите. Դուք տեսնում եք ավետարանում, որ աշակերտները հարյուրապատիկ արտեր ստացան։ Вы видите в Евангелии, чтобы ученики во 100 крат получили земли. Ես չեմ տեսնում, Я не вижу. բայց ես մի бан գիտեմ։ Но я знаю одно. Այն ինչ որ նրանք հարյուրապատիկ արտերից կստանային, նրանք Հիսուսի հետևից գնալով ստացան։ То, чтобы они получили бы от земель стократных, они получили от Иисуса, следуя за Ним. Վայելեցին այդ կյանքը, Они насладились этой жизнью, որ անգամ 1000 արտեր չէին կարող տալ։ которые бы даже 1000 полей не смогли бы им дать. Հարյուրավոր բիզնեսներ չէին կարող տալ։ Сотни бизнесов это не могли им дать. Ես Միացյալ Նահանգներում ես բիզնեսմեններ տեսա, որոնք մեծ բիզնեսներ Я в ունեն, Соединенных Штатах видел бизнесменов, у которых большие бизнесы, բայց նրանք վկայում են։ но они свидетельствуют. Այս ամեն ինչը հեչ։ Все это ничто. Եթե Հիսուսին չունենամ, Если я не буду иметь Есть Иисуса, кյանք չունեմ։ я не имею жизни. գիտես երանել են այդպիսի մարդիկ, Блаженны такие люди, որ երբ որ ամեն ինչ ունեն, которые имеют все, բայց համարում են, но считают, որ Հիսուսն է что ամենակարևորը։ Иисус самый важный. Ամեն։ Ամեն, ամեն։ Փառք Աստծո։ Слава Փառք։ Богу. Ինձ համար Слава այդպիսի Богу. մարդիկ մեծ օրինակ են։ Для меня такие люди, они большие примеры. Գիտես մեծ մարդիկ են։ Они взрослые люди. Անկամ զարմանում ես, երբ որ իրանք քեզ հաշվի են առնում։ И удивляешься, что они даже тебя берут в счет. Բայց երբ որ Հիսուսին ունեն, Но когда имеют Иисуса, իրենք երբեք ոչ մեկից բարձր իրանք չեն они համարում, никогда себя не считают выше кого-то. որովհետև տեղերը չեն շփոթում։ Потому что они не путают местами. Հիսուսը կարևոր է, Иисус ամենագլխավորն է։ важнее, Он главнее Իսկ всех. մեր անձը չի կարող Հիսուսից առաջ անցնել։ А мы не можем быть важнее Иисуса. Ամեն։ Ամեն։ Փառք Աստծո, Слава երանել ենք ես ու դու, Богу. Блаженны я и որ ты, մենք ապրում ենք, что мы ու живем, մեր անձը չի երևում, այլ Հիսուսն է երևում։ и мы не себя показываем, а Иисус Դրանում էլ проявляется. չշփոթենք տեղերով։ И в этом тоже мы не должны путать местами. Գիտես, երբեմն լինում է, Иногда бывает, որ քրիստոնյայի
մեջ այնքան իր անձը շատ է լինում, что в жизни христиан самого себя так много бывает, որ Հիսուսը միայն իր շուրթերին է, ուրիշ ոչ միտեղ։ что Иисус только на его устах, больше нигде. Բայց երանելի է այն մարդը, Но блажен тот որ իր человек, անձը ուրացել է, который оставил себя, որ Հիսուսը ոչ միայն իր շուրթերի վրա է, и Иисус не только на его устах, այլ Քրիստոսը բնակվում է իր մեջ։ но сам Христос, Он пребывает в Եվ нем. Աստծո հոգին է նրա И մեջ գործում։ Дух Божий в нем действует. Ամեն։ Ամեն։ Փառք Աստծո։ Слава Богу. Փառք Աստծո։ Слава Богу. Հալելույա։ Դրա համար այն ինչ որ ասում էր Հիսուսը Поэтому то, что աշակերտներին, Иисус говорил ученикам, ուզում էր ասի, Он хотел сказать, ոչ մի բան չեք կորցնի։ мы ничего не потеряете. Չմտածեք հանկարծ շփոթեք տեղերը։ Не думайте и не путайте местами. Գիտեք այդքան ասելուց հետո, И после всего этого, մեկ է Հիսուսի մահից հետո после смерти Иисуса, Պետրոսը ասեց. Петр сказал, Ես գրանցի ձուկ բռնելու։ я пошел ловить рыбу. Էլի շփոթեց, Он снова перепутал, տեղերով շփոթեց։ местами перепутал. 6 հոգի էլ հետը վերցրեց գնացին։ И еще взял 6 и пошли. Գիտես այդ 6 հոգու անունն է գրած է։ И имена этих 6 написаны. Մի անգամ կարդում եմ, ասում եմ, ինչ լավ է իմ անունը գրած չի տեղ։ И один раз я читал и думаю, как хорошо, что мое имя там не написано. Որ շփոթել են տեղերով։ Что они перепутали местами. Գնանք մեր գործերով։ Пойдем нашими делами займемся. Ուզում եմ քեզ ասեմ, սիրելիս։ Хочу сказать тебе, Հիսուսի возлюбленный, համար շատ կարևոր է քո գործերը։ для Иисуса очень важны твои дела. Հիսուսի համար շատ կարևոր է քո ընտանիքը։ Для Иисуса очень важна твоя семья. Հիսուսի համար շատ կարևոր են քո երեխաները։ Для Иисуса важны твои дети. Բայց ես ու դու պետք է տեղերը չշփոթենք։ Но я и ты не должны перепутать местами. Հիսուսը պետք է լինի առաջինը։ Иисус должен быть первым. Եվ այդ ժամանակ И тогда ինքը հարյուրապատիկ ձևով կհոգա Он во 100 крат будет заботиться մեր հարազատների համար и о наших родных, եւ հարյուրապատիկ կհոգա и во 100 крат будет заботиться մեր աշխատանքների համար за нашу работу եւ մնացած բաների համար, որ կարևոր են։ и за все остальное, что важно. Ով է հավատում սրան։ Кто понимает, Ես верит в ամբողջ это? սրտով հավատում եմ Я սրան։ всем сердцем верю в это. Եվ ուզում եմ, որպեսզի այսօր Աստված գործի։ И хочу, чтобы сегодня Бог действовал. Չշփոթվես սիրելիս։ Не путай вас Մինչև կյանքի վերջ։ до конца жизни. Տեղերը չփոխենք։ Не меняй местами. Հիսուսը թող լինի առաջինը։ Пусть Иисус будет первым. Ամեն։ Երբեք կորուս չես ունենա, Никогда у тебя не будет потерь, երբ որ տեղերը չես շփոթի։ если ты не перепутаешь местами. Գիտեք ինչ կատարվեց Սողոմոնի կյանքում։ Что произошло в жизни Соломона? Նայեք երկրորդ մնացորդած։ Второе Паралипоменон. Եկեք կարդամ ձեզ։ Прочитаю для вас. Սողոմոնը դարձել էր Իսրայելի թագավոր Соломон, он стал царем Израиля. եւ Աստված էր նրան դրել։ И Бог его поставил. Եվ Սողոմոնը այդ դիրքում И Соломон в этой должности, մի անգամ Աստված նրան ասեց. Ինչ ես ուզում։ и Бог ему однажды сказал, чего ты желаешь? Քանիսս կուզենայինք, որ Աստված մեզ ասեր. Ինչ ես ուզում ասա։ Сколько бы из нас хотели, чтобы Бог нам сказал, чего ты хочешь? Կուզենայր հենց հիմա Հիսուսը գար ու ասեր. Ինչ ես ուզում ասա։ И хотел бы, чтобы Иисус пришел прямо сейчас и сказал, Հիմա чего ты հաջորդ հարցը, хочешь? որ հարցներ ինչ կուզեիր։ И если бы, следующий вопрос, если бы он спросил, что бы ты сказал? Հենց այս պահին ինչ կուզեիր։ В этот момент прямо, что бы ты хотел? $1 միլիոն $։ 1 миллион долларов. Երկու հատ տուն։ 2 дома. Ինչ կուզեմ։ Միգուցե մեկը իր բժշկությունը կուզեր։ Может быть, кто-то бы исцеление твоего попросил. Գիտես, ես մարդիկ գիտեմ, մի քանի հոգի գիտեմ, Я знаю нескольких людей, որոնք ինձ պատմել են, թե ոնց է Հիսուսը եկել իրանց ասել. Ինչ ես ուզում։ как они рассказывали, что Иисус пришел к ним и сказал, чего ты Ինձ հետ չի желаешь. եղել այդ։ Со мной так не было. Բայց ես գիտեմ մի բան, Но я знаю одно. որ երբ որ նրանք Հիսուսին տեսել են, Когда они увидели Иисуса, խնդրել են բաներ, они просили вещи, որը ես չեմ պատկերացրել, ինչու հենց դա։ и я даже не думал, почему именно это. Եվ մտածել եմ, ավելի лավ էր սա խնդրեր, Лучше, я думал, пусть он бы это այս մի попросил. բանը խնդրեր։ Или что-то другое попросил. Գիտես, բայց նրանք ասում են մի բան։ Но они говорят одно. Երբ որ Հիսուսը այդպես ասում է, Когда Иисус так говорит, դու ավելորդ բան չես ուզում խնդրես իրանից։ ты не хочешь просить что-то сверх. Ես խոսում եմ նրանց մասին, ովքեր իրական տեսել են Я Հիսուսը։ говорю о тех, которые действительно видели Ասում Иисуса. են դու չես կարող խնդրել այն ինչ որ ուղեղով կարող է մտածես։ И говорят, ты не можешь просить то, что приходит на ум. Ու գիտես Սողոմոնին Աստված եկավ ասեց ինչ ես ուզում։
И Соломону Бог пришел и сказал, чего ты хочешь? Եվ ես տալու եմ քեզ։ И я тебе это дам. Սողոմոնը գիտեր, որ ինքը թագավոր է։ И Соломон, он знал, что он царь. Գիտեր, որ Աստված է իրան դրել։ Он знал, что Бог его поставил. Գիտեր, որ մեծ պատասխանատվություն է իր վրա։ И он знал, что это большая ответственность. Գիտեր, որ Աստծո առջև ինքը կանչված մեկն է։ И он знал, что он избранный Богом. Եվ գիտեր, որ պետք է ինքը իր կոչումը կատարի։ И он знал, что он должен свое призвание выполнить. Եվ տեսեք 7-րդ խոսքում ինչ է ասում։ Եկեք այս հատվածը կարդանք։ Առաջի գլուխ, երկրորդ մնացորդած 7-րդ խոսքից։ 1 глава 7 стиха. Այդ գիշեր Աստված երևաց Սողոմոնին եւ ասեց նրան. «Խնդրիր, ինչ տամ քեզ»։ В ту ночь явился Бог Соломону и сказал ему, проси, что мне дать тебе? Եվ Սողոմոնն ասեց Աստծուն. «Դու մեծ ողորմություն արիր իմ հայր Դավիթին եւ ինձ թագավոր արիր նրա տեղը»։ И сказал Соломон Богу, ты сотворил Давиду отцу моему великую милость и поставил меня над царем вместо него. Արդ ով Տեր Աստված, թող հաստատ մնա իմ հոր տված խոսքդ, որովհետեւ դու ինձ թագավոր արիր երկրի հողի չափ մի ժողովրդի վրա։ Да исполнится же, Господи Боже, слово Твое к Давиду, отцу моему, так как Ты воцарил меня над народом многочисленным, как прах земной. Տեսեք, նախ եւ առաջ նա գիտակցում է, թե Աստված ինչ դիրքի վրա է իրան դրել։ И прежде всего он осознает, в каком статусе Бог его поставил. Եվ դրանից ելնելով տեսեք ինչ է И խնդրում։ исходя из этого, что он просит. Ուրեմն ինձ իմաստություն եւ գիտություն տուր, որ այս ժողովրդի առաջ դուրս գամ եւ մտնեմ, որովհետեւ ով պիտի դատի քո այս մեծ ժողովուրդը։ То ныне дай мне премудрость и знание, чтобы я умел выходить пред народом сим и входить, ибо кто может управлять этим народом Твоим великим? Գիտեք ինչ արեց Սողոմոնը։ Что сделал Соломон? Տեղերով չշփոթեց։ Он не перепутал местами. Նա սկզբից Աստծո արքայությունը փնտրեց։ Он сначала искал Царство Божье. Նա սկզբից իրենը չփնտրեց, Он сначала не свое искал, որ իր համար ինչ որ բան чтобы ուզեր։ для себя что-то просить. Այդ իմաստությունն ու գիտությունն է, որ ուզում էր, ասում էր քո այս ժողովրդի համար։ И это знание и мудрость, которую он просил, он говорит, для твоего же народа. Այսինքն նա չէ շփոթում տեղերը։ То есть он не путал местами. Նա հստակ գիտի Աստծոց առաջնահերթ ինչ է ուզում։ Он знал, что в первую очередь хочет от Бога. Եվ տեսեք Աստված ինչ է ասում։ И смотрите, что Бог говорит. Եվ Աստված ասեց Սողոմոնին, որովհետև սա եղավ քո սրտում եւ չխնդրեցիր հարստություն, ստացվածք, փառք, քո թշնամիների կյանքը, նաև երկար օրեր չխնդրեցիր, այլ քեզ համար խնդրեցիր իմաստություն, գիտություն, որ դատես իմ ժողովուրդը, որի վրա ես քեզ թագավոր արի, քեզ դրա համար իմաստություն, գիտություն է տրվում, բայց հարստություն եւ ստացված եւ փառքել պիտի տամ քեզ, այնպես որ քեզանից առաջ եղած թագավորների նմանը չի եղած եւ քեզանից հետո էլ նմանը չի լինի։ И сказал Бог Соломону, за то, что это было на сердце твоем, и ты не просил богатства, имения и славы, и души неприятелей твоих, и также не просил ты многих дней, а просил себе премудрость и знание, чтобы управлять народом моим, над которым я воцарил тебя, премудрость и знание дается тебе, а богатство и имение и славу я дам тебе такие, подобных которым не бывало у царей прежде тебя и не будет после тебя. Այսպեսին է մեր Աստված։ Таков наш Бог. Երբ որ մենք չենք շփոթում տեղերով, Когда мы не путаем местами, ինքը մեր մասին ավելի շատ է Он մտածում։ о нас думает более. Բայց երբ որ մենք ենք уզում մեր Но մասին когда мы մտածել, хотим думать о себе, Աստված նայում է Бог смотрит եւ ասում է ոնց որ շփոթել ես и говорит, տեղերը։ как будто ты перепутал местами. Գիտես Սողոմոնը ուզում էր Աստծո համար, Соломон хотел для Бога, Աստծո ժողովրդի համար для էր народа ուզում։ Божьего хотел. Աստված ասեց. Бог сказал, Քանի որ դու դա ես ուզում, пока ты, так как ты этого ես желаешь, քեզ տալու եմ այն ամենը, ինչ քեզ է պետք։ я тебе дам то, в чем ты Եվ քո нуждаешься. նմանը չի И լինելու։ не будет подобного тебе. Քո նման իմաստուն եւ Не քո будет. նման հարուստ։ Подобного в мудрости и богатого. Սողոմոնը Соломон, գիտեր он знал. կարևոր տեղում դնել։ Он знал, как важное поставить на важное место. Եվ այն ինչ որ այդքան էլ կարևոր չի։ И то, что было не столь важным. Գիտեք, մարդիկ կան, Есть люди, знаете, իրենց անձնականը այնքան կարևոր է, для них их личное настолько важно,
որ անգամ կարող է իրանց ուրիշ մարդիկ էլ չհետաքրքրեն։ что их могут даже и другие люди не интересовать. Առավել եւս Աստծո բաները չհետաքրքրեն։ Уж тем более что-то Божье их не интересует. Բայց այն մարդիկ, Но те люди, ովքեր Աստծո բաների մասին են մտածում, которые думают о Божьем, Աստված ասում է, ես դրա վրա տալու եմ այն ամենը, ինչ քեզ է պետք։ Бог говорит, на это я тебе дам все то, в чем ты нуждаешься. Ամեն։ Ամեն։ Ու դա գործում է սիրելիներս։ И это действует в вас. Այսօր եկել եմ ասեմ, դա գործում է։ Сегодня я пришел сказать, что это Որ մենք действует. սկզբից Աստծո արքայությունն ենք փնտրում, Когда мы прежде ищем Царство Божье եւ նրա արդարությունը, и Его правды, մնացած բաները մեզ տրվում է։ все остальное приложится. Ամեն։ Ամեն։ Այսօր լինում է, որ ասում են, Сегодня бывает, когда говорят, որն է հերթականությունը կարևորության։ где очередность от важного к менее важному. Աստված, Бог, Աստծոն ծառայելը, служение Богу, ընտանիքը, семья, աշխատանքը, работа. որն է սրանց հերթականությունը։ Где очередность? Որն է ավելի կարևոր։ Что важнее? Ոնց անեմ, Как сделать, որ կարևորին ավելի շատ ժամանակ տրամադրեմ։ чтобы важному больше времени уделять? Գիտեք, եթե մենք ճիշտ տեղում ենք ամեն բան դնում, Если мы все ставим на правильное մեր место, կյանքը ճիշտ հունով է գնում։ наша жизнь, она идет правильно. Ու մենք կյանք ենք վայելում։ И мы тогда Այն наслаждаемся կյանքը, жизнью. որ Աստծոց է գալիս։ той жизнью, которая от Бога приходит. Եթե մենք սխալ տեղերում ենք Если դնում, мы все ставим на неправильное մենք ինչ место, որ բաներ կարողանում ենք ձեռք мы բերել, можем что-то приобретать, ինչ որ բաներ կարողանում ենք վայելել, чем-то можем наслаждаться. բայց այն կյանքը, որ Աստծոց է Но հոսում, та մենք դա жизнь, которая կանգնեցնում от ենք։ Бога, мы это останавливаем. Բայց երանելի ենք մենք, Но блаженны мы, որ կյանքի աղբյուրից են կյանքով լցվում։ когда мы от источника жизни наполняемся жизнью. Ամեն։ Հասարակ բան ձեզ ասեմ, Скажу простое. որ երեխան ծնվում է, Когда ребенок рождается, ով է երեխային ասում կյանքս։ кто говорит своему ребенку «жизнь моя»? Մեկ վախենա, եթե ասում եք, ասեք, դա լավ բան է։ Не бойтесь, если вы говорите, Ով է говорите. իր կնոջը կամ ամուսնուն ասում կյանքս։ Кто говорит супругу или жене «жизнь моя»? Որովհետև կյանքիդ կտորն է։ Потому что это кусочек твоей жизни. Ով է ասում, լավ, ամաչում եք։ Ես ասում եմ։ Стесняетесь, я, например, говорю. Ինչ եմ ուզում ասել։ Что я этим хочу сказать? Մարդիկ կան մեր կյանքում, որ մեր կյանքի կտորն են։ Есть люди в нашей жизни, которые являются частью нашей Բաներ է жизни. կատարում մեր կյանքի մեջ, որ մեզ կյանք է տալիս։ И есть вещи, которые происходят в нашей жизни, что дают нам жизнь. Բայց իսկական կյանքի աղբյուրը դա Աստված է, Но настоящий источник жизни որ это այդ Бог, ամենի մեջ ինքը լցնում է։ который все в этом наполняет. Դու լիովին կյանքով ես լցված։ Он наполняет собой, и ты тогда наполняешься всецело Այդ քո жизнью. բոլոր կյանքի կտորների հետ։ И вместе с тем, что является для тебя жизнью. Вот Ամեն։ этими կусочками. Ամեն։ Ամեն։ Բայց դա երբ է կատարվում։ Но когда это происходит? Երբ որ մենք չենք շփոթում տեղերը։ Когда мы местами не путаем. Ամեն։ Ահա թե ինչ եմ ուզում ասեմ։ Вот что я хочу сказать, возлюбленные. Եվ երբ որ սրա մասին է խոսքը, И когда об этом թե слово, որն է ավելի կարևոր։ что важнее? Աստված, Бог, Աստծոն ծառայելը, служение Богу, ընտանիքը, семья թե աշխատանքը։ или работа? Մի քանի բան կարող եմ ասել։ Я могу несколько вещей сказать. Լավ չի, որ աշխատանքը ընտանիքից առաջ անցնի։ Нехорошо, когда работа, она прежде семьи. Բա մնացածը։ А остальное? Իսկ Աստծոն ծառայելը, А служение Богу? ճիշտ է, որ Աստծոն ծառայելը աշխատանքից առավել լինի կամ աշխատանքը Աստծոն ծառայելուց։ А что важнее, чтобы служение Богу или работа были? Իսկ ընտանիքը, А может быть семья? որն է ավելի Что կարևոր։ важнее? Աստծոն ծառայելը թե ընտանիքը։ Служение Богу или семья? Խաչմերուկա չէ՞ մի հատ։ Это развязка такая. Գալավալովկը։ Ուզում եմ կարդամ ձեզ, որն է ճշմարիտը։ Хочу прочитать, что истина. Գիտես, Հեսուն մի բառով այդ բոլորի պատասխանը տվեց։ Иисус одним словом дал ответ на все это. Հեսու 24-ի 15-ը։ 24 глава, 15 стих. Նա կանգնեց եւ բոլոր ժողովրդին ասեց. Он встал и сказал всему народу: Բայց եթե Տիրոջը ծառայություն անելը ձեզ անհաճո է, ընտրեցեք այսօր ձեզ համար, թե որն եք պաշտելու։ Գետի այն կողմի ձեր հայրերի պաշտած աստվածները, թե ամորհացիների աստվածները, որոնց երկրի մեջ դուք բնակվում եք։ Բայց ես եւ իմ տունը Եհովային ենք պաշտելու։ Если же не угодно вам служить Господу, то изберите себе ныне, кому служить. Богам ли, которые служили отцы ваши, бывшие за рекою, или богам Амореев, в земле которых живете, а я и дом мой будем служить Господу. Բացատրեմ ինչ էր ասում Հեսուն։
Объясню, что говорил Иисус. Հեսուն ասում էր. Он говорил, Ժողովուրդ, ամենակարևորը Աստված է։ народ, самый главный это Бог. Երկինքն ու երկիրը ստեղծող Եհովա Աստված է։ Бог, который сотворил небеса и землю, Господь Бог. Երկրորդը Հեսուն ասում էր. И второй Иисус нами говорил, Ժողովուրդ, Աստծուն ծառայելը ամենակարևոր բանն է։ народ, служение Богу это самое важное. Երրորդը ինչ է նա ասում։ И третье, что он говорит, Ժողովուրդ, народ, իմ ընտանիքը այնքան կարևոր է, моя семья настолько важна, որ ես չեմ կարող իմ ընտանիքը թողնել առանց Աստծուն ծառայելու։ я не могу оставить свою семью и служить Богу. Դրա համար Поэтому ամեն բան իր տեղը ունի։ все имеет свое Ես место. չեմ շփոթի տեղերով։ Я не буду путать местами. Իմ ընտանիքը կարևոր է, Моя семья важна, բայց Աստված ավելի но կարևոր Бог է։ важнее. Եվ Աստծուն ծառայելը կարևոր И է։ служение Богу Եվ важно. դրա համար Поэтому այն ընտանիքը, որ ինձ համար շատ թանկ է, та семья, которая для меня очень ես ценна, չեմ թողնի, որ իմ ընտանիքը չծառայի Աստծուն։ я не оставлю, чтобы моя семья не служила Ահա թե Богу. ինչ էր ասում Հեսուն։ Вот что говорил Иисус. Եվ нам. երբ որ ասում են, И когда որն է говорят, առաջի տեղում ընտանիքը թե Աստծուն ծառայելը, что важнее, служение или семья, Հեսուն ասում էր, Иисус нами говорил, ընտանիքը ծառայության մեջ, служение, семья в служении Աստծուն ծառայելու մեջ։ в служении Богу. Այդ ժամանակ Когда դու ամեն բան տեղում ես դնում, ты все ставишь на свои места, եւ Աստված էլ и тогда քո Бог ընտանիքը բարձրացնում է начинает поднимать твою семью իր մեջ в себе եւ իրան ծառայելու մեջ։ и в служении Ему. Ամեն, Аминь. ամեն։ Ասեց ես եւ իմ ընտանիքը Он говорит, я и моя семья, Աստծուն ենք պաշտելու։ мы будем почитать Бога. Ամեն։ Սա է ճշմարտությունը։ Это истина. Եվ երբ որ մենք չենք շփոթում И տեղերը, когда мы не путаем местами, Աստված լցնում է մեր կյանքը Бог սիրելիով наполняет нашу жизнь 100 պատիկով, во 100 крат, քան թե մենք կարող ենք нежели мы могли бы վայելել։ этим наслаждаться. Ամեն։ Կարող ենք նվագել։ Ես մի տեղ եմ ուզում ձեզ Я կարդալ։ еще одно место хочу прочитать. Ֆիլիպեցիս 3-րդ գլուխ։ Филиппийцам 3 глава. Պողոս Արաքյալը Апостол Павел, ինքը տեղերով չէր շփոթել։ он не путал местами. Եվ Ֆիլիպեցիս 3:8-ում ասում է. Կարաս նվագես արդ։ И послание к Филиппийцам в 3 главе 8 стихе он говорит, Եվ հենց ամեն բաներն էլ վնաս եմ համարում իմ Տեր Հիսուս Քրիստոսի գերազանց գիտության համար, որի պատճառով ամեն բանից զրկվեցա եւ աղբ եմ համարում, որպեսզի Քրիստոսին շահեմ։ да и все почитаю тщетным ради превосходства познания Христа Иисуса, Господа моего. Для Него я от всего отказался и все почитаю за ссор, за мусор, чтобы приобрести Христа. Տեսեք ինչ ասում Պողոսը։ Смотрите, что говорит Павел. Մեծ խոսքեր է, չէ՞։ Это такие громкие слова. Ոչ։ Нет, это не так. Ինքը չէր ասում, որ ընտանիքը կարևոր չի։ Он не говорит, что семья не важна, Ինքը չէր ասում, որ ընտանիքը աղբ եմ համարում։ что я семью считаю за мусор. Ինքը չէր ասում, որ այն ինչ որ կարևոր է մարդու համար այդ բոլորը աղբ եմ համարում։ То, что важно для человека, я все это считаю за мусор. Ինքը ուզում էր ասի, Он хотел сказать, ես տեղերով չեմ շփոթում я բանը։ местами не путаю. Ես գիտեմ, որն է ավելի կարևոր։ Я знаю, что важнее. Ամենակարևոր բանը իմ ու քո կյանքում սիրելը։ Самое главное для меня и тебя, Ճանաչենք Հիսուսին, чтобы мы знали Иисуса. ճանաչենք Հիսուսին։ Знали Иисуса. Եվ դրա համար И поэтому ամեն ջանք անենք։ мы должны приложить все усилия. Ներդնենք ամեն բան։ Мы должны все приложить. Եվ երբ որ ճանաչում ենք И Հիսուսին, когда мы знаем Иисуса, բոլոր նրանք, ովքեր մեզ համար կարևոր են, все те, кто для нас являются ուզում ենք важными, նրանց էլ տանենք, որ իրանք էլ ճանաչեն։ мы Հիսուսին։ хотим и их привести, чтобы и они знали. Ինչով որ զբաղվում ենք, То, чем мы занимаемся, ուզում ենք այդ ամեն ինչն էլ ներդնենք, որպեսզի էլ ավելի մոտենանք мы Հիսուսին։ хотим все это вложить, чтобы еще больше приблизиться к Էլ Иисусу. ավելի շատ անենք նրա համար։ И больше делать для Него. Եվ դրա մեջ այն իրական երջանկությունը։ И в этом реальная радость. Ամեն։ Ամեն։ Այսօր մարդիկ Сегодня люди անգամ բաներ են շփոթում, так много всего путают местами. փոխել են տեղերով։ Они перепутали местами, Дорога поменяли. Мария. Поэтому
շատ մարդկանց մեջ հավատքը սառում է։ Среди многих людей вера, она угасает. Դառնում է սովորական, Становится обычным. ուղղակի ինչ որ հետաքրքրություն, Просто какой-то интерес, ինչ որ զբաղմունք, какое-то занятие. կամ ինչ որ քննելու առիթ, Или повод, чтобы порассуждать. հավատքը դա կյանքը, Вера – это жизнь, որի անունը Հիսուս է։ имя которого Մեր Иисус. հավատքը Հիսուսն է։ Наша вера – это Иисус. Դրա համար Поэтому երբեք никогда նրա դիրքը մեր կյանքում ոչ մեկի չտանք։ мы Его место не должны кому-либо отдавать в своей жизни.